Շանթիեթերը շարունակում է հեռանկարը։ 2026 թվականի գարնանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում տեղի կունենա։ Այս մասին օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Այս օրերին էլ Երևանում անցկացվում է Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումը, որտեղ արդեն իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հայտարարություններ են հնչել։ Ինչ նշանակություն եւ կարեւորություն կարող են ունենալ այս միջոցառումները Հայաստանի համար, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցելու ենք Հանրապետություն կուսակցության նախագահ Հարամ Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյան, նախ շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Մինչ Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին անդրադառնալը, ես առաջարկում եմ մի քանի այսպես ներքաղաքական հարցերի անդրադառնանք, հատկապես նոր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպին, որովհետև այդ միջադեպից հետո սա մեր առաջին ըստ էության հարցազրույցն է։ Տեսեք, չնայած նրան, որ սկզբում ձեր կուսակցության ներսում դեմ էին, որ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական ներկայացնի, բայց դա տեղի ունեցավ։ Եթե չեք ցանկանում, ապա ինչու գնացիք այդ քայլին։ Նախ որոշումը Տիգրան Տեր-Մարգարյանինն էր, որովհետև կա քրեական գործ, քրեական վարույթ եւ այդ համատեքստում պետական պաշտոն զբաղեցնելը զուտ ժամանակավոր բնույթ էր կրելու, ավելին մեղադրվելու էր, որ Տիգրան Տեր-Մարգարյանը պաշտոնը օգտագործելով խուսափում է պատասխանատվությունից, որպեսզի նման խնդիր չառաջանա։ Երկրորդ դեպքից հետո բարձրացրած աղմուկը հասավ ազգային ժողով մինչև վարչապետ եւ օրվա քաղաքական դաշտի հիմնական թեման էր դարձել, անգամ Ալիևին ու Էրդողանին մոռացած, Պուտինին ու Զելենսկուն մոռացած, ամեն ինչ սկսվում ու վերջանում էր Տիգրան Տեր-Մարգարյանով, ինչը բնական է թե իր ընտանիքում, թե կուսակցության ներսում եւ թե ընդհանուր առմամբ քաղաքական ընդհանուր մթնոլորտում դրական ազդեցություն չուներ եւ Տիգրան Տեր-Մարգարյանը հենց անմիջապես այդ ժամանակ հայտարարեց, որ ճիշտ կլինի, որ ես հրաժարական տամ, որպեսզի ավելորդ շահարկումների խնդիր չառաջանա։ Վերջի վերջո պաշտոնի համար չի, որ մենք պայքարում ենք այսքան տարի, մինչև ես էլ պաշտոն չեմ ունեցել, հետագայում էլ կարող եմ չունենամ, այնպես որ չնայվի խնդիրը, թե կարճել եմ դրանից։ Ես ասացի ողջունում եմ այդ մոտեցումը, նաև շնորհակալ եմ այդ մոտեցման համար։ Եվ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական տվեց, ձգվեց դա, որովհետև քաղաքապետ Տիգրան Ավինյանը Լոնդոնում էր, ու քանի որ հրաժարականը ընդունողը, նշանակողը Տիգրան Ավինյանն է, սպասեցինք մինչև Լոնդոնից վերադարձավ ու Տիգրան Տեր-Մարգարյանը այդ հրաժարականը տվեց։ Նորքում քվոտայով Հանրապետություն կուսակցությանն է, մենք մեր տեխնացուին ենք նշանակելու եւ տեխնացուն մեր կուսակցության անդամ է, կարող եմ նաև ասել, որ Մարատ Սևոյանն է, որը նախկինում աշխատել է Արդարադատության նախարարությունում, աշխատել է սոցիալ նախարարությունում, կենտրոնական ընտրական հանձնաժողովում փորձառություն ունեցող, կրթված, Արտակ Զեյնալյանի հետ ճանապարհ անցած, հին երկրապահ, բավականին երիտասարդ ու շատ լավ տղա է։ Շատ լավ, անցնենք Հայաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, որպեսզի տեղավորենք նաև մեր ժամանակում։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանում ինչ նշանակություն կարող է ունենալ։ Ընդհանրապես Արևմուտքի ու Եվրոպայի հետ ցանկացած շփում դա ապագայի հույս է, դա անվտանգության երաշխիքներ է, դա նոր տեխնոլոգիաներ է եւ դա Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու հնարավորություն է։ Միանշանակ ողջունելի է, որտեղ Հայաստանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկիրն է իր ունեցած ընտրություններով, լրատվական դաշտի զբաղեցրած ազատությունների մասով զբաղեցրած տեղով, կոռուպցիայի դեմ պայքարի առումով զբաղեցրած տեղով եւ այս առումով եվրոպացիների հետ շփումը հնարավորություն է տալիս, որ մենք այդ դաշտից չեռանանք, քայլ առ քայլ մոտենանք այն խնդրին, որը մեզ տանում է դեպի այն ընտանիքը, որի անդամն ենք եղել մենք, այսինքն մենք մեր քաղաքակրթական մոտեցումներով, արժեքներով եվրոպական ընտանիքի մաս ենք, ոչ ասիական, եւ այս առումով միանշանակ ողջունելի է նման համաժողովը Երևանում անցկացնելը։ Ես կարծում եմ, որ դա դուր չի գա մեր ռուս գործընկերներին, նրանց կողմից հովանավորվող այստեղ բազմաթիվ քաղաքական կուսակցություններին, բայց դա շատ բնական է եւ թող ինքնադրսևորվեն, խնդիր չեմ տեսնում։ Պարոն Սարգսյան, տեսեք, Լավրովի հետ ասուլիսին, սակայն վերջերս Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ Եվրամիությանն անդամակցելու ոչ դիմում ենք ներկայացրել եւ ոչ էլ քննարկում ենք այդ հարցը։ Նախ ինչպես կմեկնաբանեք Արարատ Միրզյանի այս հայտարարությունը եւ սա ինչ ուղերձ է իր մեջ պարունակում։
Գիտեք, նախ պիտի ասեմ, որ Եվրոմիության անդամակցելու դիմում ներկայացնելու համար պետք է Հայաստանը դիմում ներկայացնելուց անմիջապես հետո անցկացնի հանրաքվե, որովհետև դա սահմանադրության պահանջ է։ Մեր կազմակերպած օրինագծով, որ ազգային ժողովը հաստատեց, Հայաստանի Հանրապետության իշխանությունները սկսել են գործընթաց Եվրոմիության անդամակցության առումով եւ իմ կարծիքով այս Երևանյան ֆորումը հենց այդ գործընթացի քայլերից մեկն է։ Այսինքն կա հետևյալ մոտեցումը, որ Հայաստանի իշխանությունները տեսականորեն ռուսական հարթակներում ասում են, չէ, մենք Եվրոպա չենք գնում, մենք դեռ հապկում ենք, մենք դեռ ԵԱՏՄ-ում ենք ու մենք ընդհանրապես բալանսավորման կողմնակից ենք, իրականում բալանսավորում չկա։ Իրականում այդ բալանսավորման տարբերությունը շատ մեծ է։ Բալանսավորման մասին կարող է խոսել Ադրբեջանը, որ ոչ հապկ, ոչ ԵԱՏՄ անդամ է, բալանսավորման մասին կարող է խոսել Վրաստանը, որ ոչ հապկ, ոչ ԵԱՏՄ անդամ է։ Հայաստանում բալանսավորման չկա։ Իսկ եվրոպական հարթակներում մերոնք ասում են, որ գիտեք, մեր կախվածությունը տնտեսական, էներգետիկ, ռազմական, անվտանգային Ռուսաստանից շատ մեծ է, օգնեք մեզ, որովհետև մեզ խեղդում են։ Եվ եթե հիշում եք, դեռ Բայդենի կառավարման ժամանակ, երբ նրա պետդեպարտամենտի քարտուղարը հանդիպեց Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Նիկոլ Փաշինյանին, հիմնական ուղերձը Հայաստանի հետ գործընկերության դիմակայությունն էր։ Ինչին դիմակայել արտաքին եկած ճնշումներին, այն ազդեցությանը, ինչ ունի Ռուսաստանը։ Ինչ վերաբերվում է Ռուսաստանի մոտեցումներին, Ռուսաստանը կատեգորիկ դեմ է Հայաստանի որևէ ուղղությամբ քայլեր անելուն, ինքը նույնիսկ իշխանությունների ասած դիվերսիֆիկացիան դիտում է թշնամական համակետում, եւ եթե հիշում եք Լավրովի այցից գալուց առաջ, կարծես պլանավորված այստեղ մամուլի ասուլիս արեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ իմ համար այնքան էլ զարմանալի չէր, ավելի շուտ ընդհանրապես զարմանալի չէր, որ Լավրովի եւ Ռոբերտ Քոչարյանի խոսույթը կամ ուղերձները բացարձակ նույնն էին։ Ես ուզում եմ, որ մեր ժողովուրդն իմանա, որ մեր երկիր եկող ցանկացած պետական պաշտոնյա գիտի, որ առաջինը ինչ ուզում է հայ մարդուն դա անվտանգությունն է։ Եվ թե Լավրովը, թե Ռոբերտ Քոչարյանը մեզ անվտանգության բարձիկ են փորձում վաճառել։ Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ գիտի, որ այդ անվտանգության բարձիկը ինչ իրենք առաջարկում են, բազմաթիվ անգամներ պայթած է։ Պայթել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, 2021 թվականին Սև լճի շրջանում եւ Սյունիքում, 2022 թվականին Ջերմուկում, 2023 թվականին ընդհանրապես բոլորի աչքի առաջ այդ պայթեց։ Ես շատ ուզում եմ, որ մեր ժողովուրդը հասկանա, որ Ռուսաստանի հետ մեր գազամուղները լինելու են նեղ, որ մեր իսկանդիրները չեն կրակելու, որ մեր սպառազինությունը ավելի թույլ է լինելու, քան Ադրբեջանի սպառազինությունը, եւ որ մենք պարտավորված ենք լինելու անել այն, ինչ ասում է Ռուսաստանը, անկամ եթե այդ Ռուսաստանն ասում է, որ մեղրին պիտի միջանցք լինի։ Հասկանում է Լավրովը այդ առաջարկներն անելով, որ իր առաջարկածն այս է, միանշանակ ու ինքը շատ հանդուգներ պահում իրեն։ Հասկանում է սա Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, այդ դեպքում ինչու են առաջարկում, որովհետև իրենք հետապնդում են իրենց շահը, ոչ թե մեր ժողովրդի շահը։ Ռոբերտ Քոչարյանը հետապնդում է իր իշխանություն վերադառնալու շահը, միակ հնարավորությունը, ինչը կարող է ընձեռնվել Ռուսաստանի կողմից այստեղ նշանակելով, Ռուսաստանը հետապնդում է իր շահը Հայաստանը որպես ֆորտպոստ ունենալու առումով եւ համապատասխան իրավիճակներում սեփական երկրին պատերազմից զերծ պահելու խորությունները մեծացնելու առումով։ Ուրիշ բանի համար Ռուսաստանին Հայաստանը պետք չի, իր համար բացարձակ միևնույն է, տարածքում հայեր են ապրում, ադրբեջանցիներ, թե վրացիներ, կարևորը ֆորտպոստ լինի, որ այդ խորությունը պահի, որ պատերազմները չգան հասնեն Մազդոկ կամ չգիտեմ Ստավրոպոլի մարզ։ Բայց ընդհանուր առմամբ, պարոն Սարգսյան, դուք Լավրովի այցի եւ այստեղ հնչեցրած այդ հայտարարություններից նկատեցիք, որ երկու երկրների միջև Հայաստանի եւ Ռուսաստանի կա ցանկություն այդ լարվածությունը թոթափելու։ Բացարձակ, ես կարծում եմ, որ Լավրովը նախ շատ կոշտ պահեց իրեն, համար մեկ ընդհանրապես 10 րոպե, 15 րոպե ժամանակ չգտավ գնալու Ծիծեռնակաբերդ զոհերի հուշարձանին ու ծաղկեպսակ ուղարկեց, այն դեպքում, որ գնաց ինչ-որ անկապ գրասենյակներ, ինչ-որ անհասկանալի տեղեր, հստակ ցույց տալով, որ մեր խնդիրն այդ չի, որ մենք ձեր եւ Թուրքիայի մեջ
լարվածության թուլացման կողմնակիցը չենք բացարձակ։ Հստակ ասած, որ Հայաստանին իրենք զենք չեն վաճառելու, այսինքն ասած այն գումարը, որ տվել եք զենքի դիմաց, մենք այդ կձևակերպենք այլ տեղով ու այդ կվերադարձնենք։ Այդ նշանակում է, որ այդ գումարի դիմաց զենք չենք տալու, այդ գումարը ուրիշ կերպ ենք փակելու, ասենք գազի դիմաց կամ այլ բանի դիմաց։ Դեմ խոսեց ֆրանսիական զենքին եւ մոտարապես ասածը դա էր, որ ֆրանսիական զենք չպետք է գնեք կամ եվրոպական դիտորդները այստեղ լավ չեն։ Հստակ ասած, որ խնդիրները պիտի լուծեն 3 գումարած 3 ձևաչափով, այստեղ շատ մեծ սուտ կա, որտեղ 3 գումարած 3 ձևաչափ չի եղել ընդհանրապես, եղել է 3 գումարած 2 ու Վրաստանը մշտապես այդ ձևաչափին չի մասնակցել, այսինքն իրենք Հայաստանին բերում են տարածաշրջանային կոնտեքստ, որում Հայաստանը ամենաթույլն է եւ Հայաստանին ճնշելու հնարավոր ու էշ տարբերակները այդ համատեքստում են։ Իրականում Հայաստանի փրկությունը արևմուտքում է, որովհետև ուզում եմ, որ մեր ժողովուրդը հիշի, որ 2020 թվականից սկսած 21 թվականին արդեն Ալիևը հայտարարում էր, որ երկաթե բռունցքով բացելու է Մեղրիի միջանցքը։ 23 թվականին Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանությունից հետո իրենք ժողովրդի լեզվով ասած հավեսի էին ընկել եւ ասում էին, որ այդ ժամանակ էլ նորից միջանցքը բացելու են։ Եվ դրան կողմ էր թե Թուրքիան, թե Ադրբեջանը եւ թե Ռուսաստանը։ Իրենց մոտեցումները համընկնում են եւ ով էր որ թույլ չտվեց դա։ Բնականաբար Եվրոպան ու Արևմուտքը։ Եթե հիշում եք, Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարը հայտարարեց, որ մենք կօգտագործենք Միացյալ Նահանգների ձեռքում ունեցած ողջ կազմը, եւ դրանից հետո գործընթացները կանգնեցին։ Այսինքն Միացյալ Նահանգները եւ Եվրոպան են տարածաշրջանում, այսինքն եվրոպական դիտորդներն են նաեւ այս տարածաշրջանում, որոնք թույլ չեն տալիս պատերազմ, որոնք հնարավորություն են ստեղծում խաղաղության փաստաթուղթ ձևավորելու եւ որոնք պահանջում են կամ ինչ որ առումներով Ադրբեջանին դրդում են, նաև Թուրքիայի միջոցով այդ փաստաթուղթը ստորագրել։ Բայց դա Բայդենի Ամերիկան էր։ Հիմա Թրամփի Ամերիկա եւ Թրամփի կանոններ կան։ Արդյոք Հայաստանն, այսպես ասած, տեղավորվում է այդ կանոնների մեջ եւ հակառակը։ Թրամփի Ամերիկան միանշանակ հաստատեց, որ ինքը Բայդենի Ամերիկայի ժամանակ ստորագրված ռազմավարական փաստաթղթի խարտիայի ստորագրումը համարում է իրեն, Բայդենը անհամբեր ասաց, որ անհամբեր սպասում են այդ ուղղությամբ Հայաստանի առաջարկներին ու քայլերին, դրանից ավել էլ ինչ ասեր Թրամփը։ Թրամփը ասաց, որ այդ իրենք անհամբեր սպասում են մոտավորապես մի ամիս առաջ այս ստորագրված ռազմավարական գործընկերության խարտիայում ստորագրված քայլերի Հայաստանի կողմից առաջարկին։ Ինչ քայլ պետք է անի օրինակ Հայաստանը։ Գիտեք, Հայաստանը պիտի հանդես գա իմ կարծիքով առաջարկությունների մեծ ցանկով, որը ես նաև առաջարկել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետին, հիմնականում առաջարկել եմ տնտեսական ոլորտի հետ կապված խնդիրներ, որովհետև կոմունիկացիոն խնդիրների հետ կապված Միացյալ Նահանգներն արդեն հետաքրքրված է, բայց բոլորիս աչքի առաջ Միացյալ Նահանգները հետաքրքրվում է բազմամետաղ հանքավայրերով, իսկ Հայաստանը նման հանքավայրեր ունի եւ ճշտված տվյալներ կան արդեն այդ հանքավայրերի գոյության առումով, պլյուս այդ բազմամետաղներից գոյություն ունեն մեր պոչամբարներում, Քաջարանի պոչամբարում, Կապանի պոչամբարում եւ բավականին լուրջ քանակությունների պաշարների մասին է խոսքը, այսինքն Հայաստանի իշխանությունները պիտի ձևավորեն խումբ, որում պիտի ներգրաված լինեն արտգործնախարարության աշխատողներ, պիտի ներգրաված լինեն գիտական ոլորտի աշխատողներ եւ պիտի ներգրաված լինեն կառավարության համապատասխան ուղղությունների, հանքարդյունաբերության, էներգետիկայի, ջրային ռեսուրսների եւ այլնի մասնագետներ։ Եվ այդ խումբը պիտի Միացյալ Նահանգներ գնա հետեւյալ առաջարկներով, որ մեր երկրում կան այս քանակության բազմամետաղներ կոնկրետ Քաջարանի պոչամբարներում եւ մենք առաջարկում ենք ձեզ այդ բազմամետաղները կորզել մեր պոչամբարներից ներդրում անել այստեղ։ Մենք պիտի առաջարկենք Պերլիտի հանքավայրերի ճիշտ շահագործումը Հայաստանում։ Մենք պիտի առաջարկենք, ասենք, $100 միլիոն կարգի ներդրում անել բազատաթելերի ստացման ոլորտում, որը էներգետիկ առումով, էներգետիկ ոլորտում շատ կիրառելի է եւ Siemens ընկերությունը անսահման քանակությամբ գնում է այդ որպես մեկուսիչ, որը նաեւ չի այրվում, դա օգտագործվում է նաեւ ռազմական արդյունաբերության ոլորտում, որպես զրահաբաճկոնների
գլխարկների, կիվիրային գլխարկների եւ այլի, դա օգտագործվում է նավաշինության մեջ, նավերի հիմնական իրանները հիմա դրանից են։ Մեքենաշինության մեջ 70%-ը դա է, իսկ 1 կիլոգրամ բազալտից 1 կիլոգրամ բազալտաթեր է ստացվում եւ Հայաստանը բազալտի շատ լուրջ պաշարներ ունի եւ Հայաստանի բազալտը իր որակով բավականին լավն է։ Նաեւ ես առաջարկություններ եմ անում, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ազատություններ տան նաեւ կրիպտոարժույթին, որովհետեւ աշխարհի բազմաթիվ երկրներ արդեն անցնում են պետական բանկային համակարգով կրիպտոարժույթներ սեփական բաժնեմասում ունենալու։ Օրինակ 2 ամիս առաջ, 3 ամիս առաջ կրիպտոարժույթը բիտկոինը 80,000 էր, 1 բիտկոինը $80,000 էր։ Հիմա մեկ բիտկոինը $110,000 է, այսինքն եթե 3 ամիս առաջ մենք գնաց լինեինք բիտկոին, արդեն 1 բիտկոինի մեջ $30,000 շահած կլինեինք, իսկ սրանք լուրջ թվեր են։ Ավելին Հայաստանը էլեկտրոէներգիա է վաճառում Վրաստան, եւ այդ էլեկտրոէներգիան վաճառում է $18-ով, եթե ինքը այդ էլեկտրոէներգիան տա այստեղ կրիպտոարժույթի մայնինգ անողներին, այսինքն այդ աշխատացնողներին, այդ համակարգը դնողներին, ապա այդ շատ ձեռնատու կլինի։ Դա արդեն աշխատանք է։ Այստեղ արդեն ռիսկերը չկա։ Այսինքն պետք է կրիպտոարժույթի առումով մի քիչ թեթևացվի օրենսդրությունը, մասնավորապես Դուբայի օրինակով, օրինակ մեզ հարևան երկիր է ու շատ լավ է։ Տեսեք, նավթային ռեսուրսներ ունի, առևտրային ծով, բայց ինքը այսօր մաքսիմալ օգտվում է կրիպտոարժույթից եւ երկրորդ նաեւ հնարավորություն տա մայնինգ անելու աշխատանքի։ Այսօր Հայաստանում շատ լավ գլուխներ, շատ լավ տնտեսագետներ ուղղակի գնում են Ռուսաստան, այնտեղ մայնինգ անելու, որտեղ պետությունը 5% շահութարկ է վերցնում, բայց այնքան էլ էժան էլեկտրոէներգիա է տալիս այդ մարդկանց, որ այդ մարդկանց ձեռնատու է լինում գնալ մայնինգ անել Ռուսաստանում։ Եթե այդ խնդիրը լուծվի Հայաստանում ու արվի Հայաստանում, այս դեպքում Հայաստանի օգուտները կլինեն շատ մեծ եւ այդ մասնակիցները ափսոսեն չեն լքի Հայաստանը։ Պարոն Սարգսյան, գալով վարչապետի հայտարարություններին, վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը բավականին հաճախ է հայտարարում, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լինելու է խաղաղություն, պատերազմ չի լինելու։ Ըստ ձեզ, որտեղից Նիկոլ Փաշինյանին այդ վստահությունը կամ կուզեք լավատեսությունը եւ արդյոք դուք կիսում եք դա։ Այո, ես կիսում եմ այդ լավատեսությունը, խնդիրը ոչ թե փաստաթղթինն է, որը կչեզոքացնի ընդհանրապես պատերազմի վտանգը, այլ խնդիրը նրանում է, որ նման փաստաթուղթը մեկ քայլ ավելին կլինի եւ դա ավելին է, քան որևէ փաստաթուղթ ստորագրված չի։ Փաստաթղթի հենքը լինելու է այն, որ Ալմատի հռչակագրով ճանաչված տարածքները երկու երկրները ճանաչում են ու այս խնդիրը դուրս է գալու ընդհանուր բանակցությունների համատեքստից։ Ինչու եմ համոզված, որ դա կստացվի, որովհետեւ այսօր արդեն բաց Թուրքիան հորդորում է Ադրբեջանին նման փաստաթուղթ ստորագրել, իսկ Թուրքիան հորդորում է Միացյալ Նահանգների միջամտությամբ, նույնը անում է նաև Միացյալ Նահանգները, թե նախագահ Թրամփի կողմից արվող հայտարարություններով, թե պետքարտուղարի կողմից արվող հայտարարություններով, եւ այս խնդրի լուծման համատեքստում է նաև Իրանի հետ տեղի ունեցող զարգացումները։ Այսինքն Ադրբեջանը հաշվարկում է, որ խնդիրները տարածաշրջանում Իրանի հետ էլ կապված գնում են լուծվան եւ իրեն տնտեսական այնպիսի առաջարկներ են անում, որից հրաժարվելը ինչ որ տարածքների կամ ինչ որ ճանապարհի դիմաց, որը կարող է լուրջ պատժամիջոցների պատճառ դառնում է անիմաստ։ Տեսեք, Միացյալ Նահանգները այսօր արդեն Միացյալ Նահանգների նախագահն էլ հայտնել է, որ լավատեսություն ունի, մամուլում տարածվում են նաև լուրեր իսրայելական հետազոտական խմբերի կողմից, որոնք արդեն տարածվում են հրատապ, որ պատրաստ է որոշակի իրենց լեզվով ասած կորիզային համաձայնություն Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային էներգետիկայի ոլորտում դրա էլ ավել չզարգացնելու առումով եւ այդ առումով արդեն Միացյալ Նահանգներն ու Իրանը մոտ են համաձայնագիրը ստորագրելուն եւ այդ ստորագրելուն զուգընթաց նաեւ որպես բարի կյանքի դրսեւորում Թրամփը որոշակի պատժամիջոցներ մեղմացնելու է Իրանի համար։ Ավելին 3 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաեւ հայտարարություն տարածեց, որ Իրանը կոշտ վառելիքի հարստացման առումով երբեք ՄԱԳԱՏԷ-ի նորմերը չի խախտել, ինքը պահում է այդ եւ ճիշտ չի Իրանի առաջ նման խնդիր դնելը ընդհանրապես չհարստացնելու։ Եթե Իրանի հետ Իրան-Միացյալ Նահանգներ խնդիրները լուծվում են եւ այդ խնդիրների լուծման համատեքստում գալիս է Իրանի նկատմամբ որոշակի պատժամիջոցների թույլատում, այդ Հայաստանի համար ջեքփոթ է։
ունենալու ենք բացարձակ այլ լավատեսական Հայաստան եւ այդ համատեքստում պատերազմ անել Ադրբեջանի հետ Հայաստանի դեմ դառնում է անիմաստ։ Այդ դեպքում է, որ Ալիևը շահագրգռված է լինելու խաղաղության համաձայնագիր ստորագրելու, դրա դիմաց արևմուտքից նաեւ տարանցիկ ճանապարհներ, էներգետիկ ոլորտում ներդրումներ եւ բազմաթիվ այլ խնդիրներ լուծված ունենալու առումով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Հեռանկարում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր։